Bahram Makarchyan. Հարգելի գործընկերներ, լրանում է մարտի 1-ի ոչռագործության 7-րդ տարին։ Ոչ մարդասպաններն են պատժված, ոչ այդ սպանդի կազմակերպիչները։ Փոխվել են գլխավոր դատախազը, ՀՔՑ-ի պետը, ոստիկանապետը, քննչական խմբի ղեկավարը, այն էլ ոչ մեկ անգամ, բայց ունենք այն, ինչ ունենք։ Վերջին տարվա միակ նորությունը գլխավոր դատախազի սպանությունների գործերը մայրգործից առանձնացնելու եւ առանցին վարույթներով քննելու հանձնարարականներ։ Եթե վերհիշենք, թե ինչպես 7 տարի առաջ հետընտրական գործընթացների հետ որևէ առնչություն ու կապ ունեցող, հաճախ էլ առանց դրա, յուրաքանչյուր շինծ ու հաղորդում ու նյութ, քրեական գործ ու մեղադրանք, ինչ օպերատիվությամբ էր պահանջվում ու միացվում մարտի 1-ի մայր գործին, հանձնվում գլխավոր դատախազի անմիջական հսկողության տակ գործող քննչական խմբի վարույթ։ Քրեական իրավունքից ու դատավարությունից քաջատեղյակների համար պարզ ու հասկանալի նպատակով հանգարց ու որևէ քննիչի կամ դատախազի մտքով չանցներ իրադարձություններին տրված իշխանական մեկնաբանություններին ու գնահատականներին հակասող որևէ քայլ ձեռնարկել կամ աստված չանի որոշում կայացնել։ Արդյունքում քրեական գործերի նյութերում հետընտրական գործընթացները շուռ տրվեցին գլխի վայր։ Իրադարձություններին ու անձանց գործողություններին տրվեցին քրեա իրավական կամայական անգրագետ ու սխալ գնահատականներ։ Պատճառները ներկայացվեցին որպես հետևանք։ Հանցագործները դարձան վկաներ ու տուժողները մեղադրյալներ ու դատապարտյալներ։ Իրավապահ ու դատական անխտիր բոլոր մարմիններն ու պաշտոնատար անձիկ բարձրագույն իշխանության անմիջական հրահանգով վերջնականապես այլասերեցին մեր ոչ այնքան կատարյալ արդարադատությունը։ Երբ դատապարտվող ընդդիմադիրները սպառվեցին, պարզվեց, որ մարտի 1-ի գործի նախաքննությունն ավարտվել է, ու քանի որ չէր հաջողել սպանությունները հասցված մի քանի 100 մարմնական վնասվածքները բարթել ընդդիմության վրա, դրանք այդպես էլ մնացին անշարժ մայր գործի շրջանակներում։ Քանի որ այդպես էլ քննության ու գնահատականի առարկա չդարձան մարտի 1-ի Ռոբերտ Քոչյանի արտակարգ դրություն հայտարարելու մասին հակասահմանադրական հրամանագիրը, զինված ուժերի ապօրինի գործադրումը, մարտի 1-ի սպանդին, զինված ավազակախմբերի մասնակցության եւ շատ այլ հարցեր, բացարձակ անվտանգ դարձավ սպանությունների փաստերով իբր տարվող քննությունը շարունակել առանցին վարույթներով։ Վստահ եմ, մի քանի հերթապահ քննչական գործողությունների կատարումից ու օպերատիվ հետախուզական հանձնարարականներից զատ ոչինչ չի արվելու, ժամանակ է ձգվում, կամեշը կսատկի կամեշատերը մտադրությամբ։ Անկախ կառավարման ձևից ու քաղաքական ռեժիմից պետությունը չի կարող չպատժել սպանությունները, մարտի 1-ի չբացահայտված սպանությունները մեր երկրի ամոթն ու խայտառակությունն են։ Ազգային ժողովը անթաքույց կրում է այդ խայտառակությունը։ Շնորհակալություն։